Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, վերաքննիչական կոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Հրայր Թովմասյանին դատարանը մեղավոր էր ճանաչել 2 դրվագով, նա սակայն ազատվել էր քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Հոկտեմբերի 4-ին տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն, վիրավորը գիտակցության չգալով մահացել է, սպանվածը 18-ամյա Տիգրանն է, որը 23 թվականին բռնի տեղահանումից հետո ընտանիքով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինկա գյուղից տեղափոխվել էր Տաշիր քաղաք։ Տիգրանին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես արցախցի է, 17-ամյա Ռազմիկը։ Քննչական կոմիտեն պարզել է, որ ԴԴ-ն եւ ԿՀ-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած ՏՄ-ին ու ներկայացել իբրև ոստիկանության աշխատակիցներ, այնուհետև վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնելիքով ՏՄ-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, նստեցրել նույն ավտոմեքենան, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով ընթացել Վանաձոր համայնքի տարբեր փողոցներով։ ԴԴ-ն եւ ԿՀ-ն սրահի բեռնախցիկի ստուգմամբ ոչինչ չգտնելով շուրջ 1 ժամ անց մեքենայից իջեցրել են ՔԱ-ին, իսկ մի քանի ժամ հետո նաեւ ՏՄ-ին բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելով վերջինիս պատկանող խոշոր չափով 3.500.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան։ Պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել եւ հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ։ 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Տեղեկություններ են ստացվել, որ շուրջ 20 օր առաջ Չխկոմականվամ Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Արտակը եւ 30-ամյա Վրեժի միջև Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել կապված Արտակի կողմից Վրեժին հայոյելու հետ, որի ընթացքում վերջինս ծեծի է ենթարկել Արտակին։ Արտակը զանգահարել եւ հայոյել է Վրեժին, ով իր ընկերներ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Արծրունի, 22-ամյա Հայկի հետ հանդիպել են Արտակին, ով գտնվել է իր կողմից շահագործվող Range Rover Magnus-ի ավտոմեքենայով եւ վերջիններս դարձյալ ծեծի են ենթարկել Արտակին, գնացելով նաև մեքենան։ Հոկտեմբերի 2-ին հազանգ է ստացվել, որ Ջերմուկի Փիրքյասի անտառ կոչվող տարածքում քաղաքացի է կորել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Երրորդյա որոնողական աշխատանքների արդյունքում Ջերմուկ 1 փոքր հեկի պատվարում ջրում հայտնաբերվել է քաղաքացու դին։ Օգոստոսի 1-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք մտել են Երևանի Նժդեի փողոցում գտնվող Երտեք ընկերության գործարան պահեստից կատարել խոշոր չափի գողություն։ Նշված գողությունը տեղեկություն է ստացվել, որ հնարավոր է կատարած լինեն Արարատի մարզի 2 բնակիչներ, որոնցից մեկը գտնվում է Նորագավիթ առաջին փողոցում։ 23-ամյա Լեռնիկը ձերբակալվել է, այնուհետև խոստովանել, որ գողությունը կատարել ինքը հուլիսի 30-ին։ Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատ աշտարակ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Աբրահամի վարած Toyota Magnus-ի եւ դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած Opel Magnus-ի ավտոմեքենաներն են բախվել։ Վթարի հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ Աբրահամը վերջինիս ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբը եւ Լեովան տեղափոխվել են հիվանդանոց։ Opel-ում հայտնաբերվել է մոխրացած դի։ Հոկտեմբերի 5-ին Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետն իր վարած Nissan X-Trail Magnus-ի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել քարե պարսպին, հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վարորդը եւ ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 5-ին Կապանում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմի վարած ջիպ եւ Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկի վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին ու երկաթե աղբար քխին։ Վթարի հետևանքով վարորդները եւ ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջին, 43-ամյա Գարիկը, 44-ամյա Արմենը, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկը տեղափոխվել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 4-ին Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհին ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Թոմասն իր վարած Toyota Land Cruiser Magnus-ի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Կարենի վարած Lada Magnus-ի ավտոմեքենայի համար, ինչի հետևանքով վերջինը բախվել է բենզալցակայանի տանիքի Հենասյանն ու բետոն է արգելապատնեշին։ Վթարի հետևանքով Կարենը տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 5-ին Երևան երասխավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Հայրապետի վարած Mercedes, Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Մուշեղի վարած Շկոդա եւ Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկի վարած Kia Magnus-ի ավտոմեքենաները 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 4-ին աշտարակ Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Պազ ավտոբուսն ու բեռնատար Գազելը, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Հոկտեմբերի 3-ին Ֆորդ Մագնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա Բաբայան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, կոտրել խաչմերուկում տեղադրված Ազատություն պողոտա Բաբայան փողոց Կասկադ համալիր ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունը ու հայտնվել մայթին կանգառի մոտ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։